Հայաստանի Հանրապետության զինված ուժերի Սպարտակ Նազարյանի մահվան գործով դատավարությունն այսօր մի քանի անգամ հետաձգվեց։ Սկզբում ներկա չէր մեղադրյալ 3 շարքային զինվորների պաշտպան Ալբարտ Մնացականյանը։ Այնուհետև գործով ամբաստանյալների եւ տուժողի շահերի պաշտպանները դատարանին միջնորդություն ներկայացրեցին այսօրվանից քրեական գործում ներգրաված դատախազք Հայկ Հարոյանին բացառք հայտնելու մասին։ Մեղադրող Հարոյանը ասել էր, թե տեղյակ է գործի նյութերին, որից տուժողի իրավապաշտպանները հետևություն էին արել, որ նա ի վիճակի չէ պաշտպանել գործով առաջադրված մեղադրանքը։ Ըստ տուժող կողմի ամբողջ գործը կազմված է կեղծ տվյալների հիման վրա։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր պետք է հարձակներ վերջապես զորացրված ժամկետային զինծառայող Արման Մնացականյանին։ Նախորդ դատական նիստի ժամանակ Մնացականյանը դատարանից անձնական անվտանգության երաշխիքներ էր պահանջել։ Նրա նախնական ցուցմունքներում դատարանը մի շարք հակասություններ էր նկատել։ Հիշեցնենք, որ այս զինվորին երկար ժամանակ չէին զորացրում եւ պահում էին ազգային անվտանգության ծառայությունում։ Ըստ նախաքննական մարմնի ներկայացրած տվյալների ավագ լեյտենանտ Արտակ Նազարյանը ինքնասպանություն է գործել 2010 թվականի հուլիսի 27-ին Տավուշի մարզում տեղակայված Մեհրաբներ զորամասի մարտական հենակետում։